Հայաստանի կառավարությունը շրջանառության մեջ է դրել նոր նախագիծ, որով կլուծվի այն ավտոտնակների հարցը, որոնք մինչև 2005 թվականը չեն հաշվառվել եւ օրենքով համարվում են ապօրինի։ Այս մասին Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը, անդրադառնալով թեմայի վերաբերյալ Հայաստան խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցին։ Մարդն ունի ավտոտնակ, որը ժամանակին գրանցվել է Կադաստրի կոմիտեում եւ հողն էլ ունի վարձակալել է, որի ժամկետը մինչև 5 տարի։ Ամեն անգամ այս ժամկետը լրանալուց հետո քաղաքացին պետք է գնա ու նույն ընթացակարգերով անցնելով վարձակալության պայմանագիր կնքի, նույն նոտարով հաստատի, որոշակի ծախսեր անի, նորից գա գրանցի այդ պայմանագիրը կադաստրում, որպեսզի կարողանա օրինական տիրապետել այդ գույքը։ Մարդիկ նույնիսկ վաճառում են ավտոտնակը փաստացի առանց լիարժեք փաստաթղթերի։ Արդյունքում նոր ձեռքբերողն էլ է խնդիրների մեջ հայտնվում։ Կարծում եմ այստեղ համապարփակ լուծումների անհրաժեշտություն կա, նշել է Ավետիսյանը։ Ի պատասխան Հայաստանի Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը նշել է, որ պետք է տարանջատել մինչև 2005 թվականը կատարված իրավունքի պետական գրանցումը եւ 2005 թվականից հետո առկա իրավիճակը։ Նա տեղեկացրել է, որ մինչև 2005 թվականն ինքնակամ կառուցված ավտոտնակներն օրինականացվել են, պետական գրանցում են ստացել Կադաստրի կոմիտեում, առանց հողի նկատմամբ սեփականության իրավունքի, ինչն այսօր օրենսդրությունը որոշակիորեն բացառում է։